Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են Իրան-ամերիկյան բանակցություններն, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով դրանք անուղղակի են եւ վերաբերում են բացառապես միջուկային փաթեթին։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանից Օման ժամանած իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են փորձագետներ, որոնք միջուկային ծրագրի խնդրով բանակցություններ վարելու մեծ փորձ ունեն։ Իրանի հետ բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Ռոյտերզի տեղեկություններով բանակցությունների ընթացքում քննարկվում է նաև Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը Թեհրանի կողմից միջուկային ծրագրի դադարեցման դիմաց։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունն ընդգրկվել է այն գործիչների ցանկում, որոնց մուտքն Ադրբեջան արգելվել է։ Ապագործակալությանն այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Նման որոշման պատճառը Ռուսոպուլոսի հայկական Alpha News լրատվամիջոցին տված հարցազրույցն է, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահն Ադրբեջանի նախագահին բռնապետ էր անվանել։ Ռուսոպուլոսի անունը ներառվել է ԵԽԽՎ եւս 76 անդամների այն սև ցուցակում, որոնք աջակցել էին այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման անարդար եւ իրավաբանական տեսանկյունից վիճահարույց նախաձեռնությանը, նշել է Հաջիզադեն։ Կիևի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չպետք է դուրս գա միջազգային հարաբերությունների օրակարգից։ Այսօր Անտալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Մեր երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը տրանսատլանտյան անվտանգության խնդիր է, դա նաև մեր երկրի ներդրման մասին է։ Ի վերջո, այս պահին Ուկրաինան ամենօրյա մարտական փորձով օժտված 110 բրիգադ ունի։ Դա իրական ներդրում է ապագա տրանսատլանտյան անվտանգության ապահովման գործում, հայտարարել Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն, ընդգծելով նաև, որ Կիևի ռազմական ներուժի օգտագործումը դաշինքի համար քիչ ծախսատար կլինի, քան մյուս տարբերակները։ Անտալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է իր թուրք եւ ադրբեջանցի պաշտոնակիցներ Հաքան Ֆիդանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ։ Թուրքական կողմի փոխանցմամբ Ֆիդան-Լավրով բանակցությունները մեջբերում կառուցողական բնույթ են կրել։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների բավական լայն շրջանակ, անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։ 10 թղթակցին փոխանցել են թուրքական պատվիրակության անդամները։ Նրանց խոսքով Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող կացությանը։ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային թեմաների, հաղորդում է ապագործակալությունը։ Իսրայելական զորքերն ավարտել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահի շրջափակումն, այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը։ Ռաֆահի ուղղությամբ հարձակման մեկնարկի մասին Իսրայելի բանակը հայտարարել էր ապրիլի 2-ին, նշելով, որ գործողության նպատակը այսպես կոչված Մորագի միջանցքի գրավումն է, այն միմյանցից բաժանում է պաղեստինյան Ռաֆահ եւ Խան Յունիս բնակավայրերը։ Վերջին 24 ժամերին 36-րդ դիվիզիայի ստորաբաժանումներն ավարտել են Մորագի միջանցքի բացումը, միմյանցից մեկուսացնելով Խան Յունիսը եւ Ռաֆահը, հայտարարել է Իսրայելի բանակը։ Ավելի վաղ, մարտի 18-ին Իսրայելի իշխանությունները կոչ էին արել այս շրջանում գտնվող խաղաղ բնակչությանը լքել տարածքը։